Դեկտեմբերի 13-ի արտառոց դեպքը 2 օր է սոցցանցերի քննարկման կիզակետում է։ Բանն այն է, որ Մարտունն ու ընկերները Գեղի բնակավայրի մոտակայքում փրկել են Բեզոարյան այծին։ Կարմիր գրքում գրանցված կենդանին արգելափակվել էր գյուղացու այգու մետաղական ցանցի մեջ։ Մարտունն այդ հատվածում էր աշխատանքի գնացել, իսկ Վիգենը լեռնագնաց ընկերներին սար բարձրացնելիս պատահմամբ հայտնվել էր գործողությունների վայրում։ Մենակ չէի կարա։ Հաստատ չէի կարա էլի։ 1000-ից մեկ ալում մեկն էլ մեր հետ ստացվել էլի։ Ձենը նենց էր գալիս ոնց որ երեխու նման լացում էր, հենց զապիսներում էլ այրեում, որ չմոտիկանայինք, ինձ թվում է կամ գայլերը կհոշետեին, կամ ինքը իրանով կսատկեր։ Նաև մտածում էինք զանգեինք էկոպարեկներին, բայց մտածում էինք որ կարա չհասնի, էլի, այդքան չի կարա ձգի։ Դե փորձեցինք մեր ուժերով այդ ամենը անենք։ Նախ ռիսկի հարց էր, այդ մեծ կենդանին, վերջ պոզերը, այդ հարվածի հետ կարող է դեպք կլներ մեզ հետ կապված, բայց այն որ ասում ռիսկի գնացինք էլի։ Րոպեներ տևած գործողության հաջող ավարտից հետո ազատել են կենդանուն, սակայն մտահոգ են մարդկանց այն հրապարակումներից, որոնցում ասվում է, թե իբր տեսախցիկի առաջ ազատել, իսկ հետո վնասել են փորձանքի մեջ հայտնված Բեզոարյան այծին։ Բնապահպան չեն, բայց կարողացել են իրենց ուժերով օգնություն ցուցաբերել։ Բարեբախտաբար եւ նրանք եւ կենդանին լավ են, ոչ ոք չի տուժել։ Միայն Մարտունի հագուստն է վնասվել։ Պատահական դեպքի վայրում հայտնված տղամարդը երբևէ չէր մտածի, որ մի օր կդառնա համացանցի հերոս։ Ասում է, բարի գործ անել ցանկացել է, բայց դրա հետևանքով հայտնի դառնալն այնքան էլ սրտովը չէ։ Ես չէի սպասում էր տենց ասած մեր վիդեոն, որ տենց մեծ արձագանք կտա։ Շատ ուրախալի է եւ թող սա դաս լինի բոլորի համար, սա խորհուրդ լինի, որ կենդանիների նկատմամբ լինեն բարեհամբույր, ամենակարևորը։ Տեսախցիկից խուսափող տղամարդը շատ խոսել չուզեց, միայն նշեց, որ համաստեղությամբ խոյ է, պատահականությունների չի հավատում։ Դա նշան էր, որ այդ օրը հենց ինքը պետք է իրադարձությունների կենտրոնում լիներ։ Հաջորդ օրը կրկին հանդիպել է կենդանուն, այս անգամ արդեն լավ վիճակում։ Բեզոարյան այծը հազվագյուտ եւ վերացման եզրին գտնվող տեսակ է, չի բացառվում։ Մարտունի եւ ընկերների օգնության բացակայության դեպքում նրա ճակատագիրը որոշեին անտառի գիշատիչները կամ որսագողները։ Նարեխ Խաչատրյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։